Լսեք, ինքնախապեյությունը տենց պոզով պոչով կենթանի չի։ Ինքնախապեյությունը պատահում է մեզնից բոլորի հետ ամեն օր եւ բոլորս հակված ենք ինքնախապեյության մեջ ընկղմվելու, եթե ամեն օր ակտիվ պայքար չմղենք այդ անտեր չարիքի դեմ։ Դա հեշտ պայքար չի։ Դա բառացիորեն ինքնախարազանման նման բան է։ Եվ դու ամեն օր պիտի ինքդ քեզ ասես, թե ինչքան հիմար ես դու, ինչքան անտաղանդ ես դու, ինչքան թույլ ես դու, ինչքան անընդունակ ես դու։ Դա ամեն մեկը չի կարող ասել, դա դժվար է, դա դաժան է, բայց դա է տանում մարդուն դեպի հաջողություն։ Մենք բոլորս ենք ուզում հաջողություններ ունենալ, դա մարդկային հատկանիշ է։ Ոչ ոք չի ուզում լինել դժբախտ եւ անհաջողակ։ Բոլորը ուզում են լինել հարուստ, երջանիկ, առողջ, ապրել, չգիտեմ, երկար եւ բախտավոր։ Բայց արի ուտես, որ մարդկանց մեծ մասը չի հասնում այդ հաջողություններին։ Եվ ինչ պիտի անի այդ անհաջողակ մարդը, որը տեսնում է ուրիշների հաջողությունը եւ տեսնում է իր կյանքը, որ դժբախտ է, անհաջողակ է, վատ կյանք է, իր ցանկացած կյանքը չէ։ Ինչ պիտի անի։ Ելքը դաժան ճշմարտությունն ասելն է։ Ինքդ քեզ ասել է, որ դու հիմար ես, ծույլ ես, ապիկար ես, անտաղանդ ես, ամենակարևորը մեղավոր ես, պատասխանատու ես։ Ամեն ինչը որ կատարվում է քեզ հետ քո կյանքում, պատասխանատուն դու ես։ Եթե դժբախտություն ունես, եթե խնդիր ունես, եթե թույլ ես, եթե անհաջողակ ես, դու ես դրա պատասխանատուն։ Այդ դա դժվար է, մարդկանց մեծ մասը դա չի ուզում։ Եվ ինչ է անում այդ մեծ մասը։ Այդ մեծ մասը մարդկանց փնտրում է իր անհաջողության պատճառները ուրիշ տեղ, որովհետև ինչ որ մի կերպ պիտի բացատրվի, թե ինչու ես դու այդքան անհաջողակ։ Դա բացատրություն է ուզում քո ուղեղը դրա համար։ Եվ մարդկանց մեծ մասը ընտրում է 3 տարբերակ։ Հիմա ասեմ այդ 3 տարբերակը։ Առաջին խումբ մարդիկ հերքում են անհաջողությունը։ Օրինակ հետևյալ կերպ, ասում են, այ ես անհաջողակ մարդ չեմ, այն է ես ունեմ երեխաներ։ Տես իմ երեխաները 2 երեխա, տղա եւ աղջիկ, իրենք գեղեցիկ են, տաղանդավոր են, արդեն, չգիտեմ, բուհ են ավարտել, մեծ հաջողությունների են հասել։ Տես, ես ինչպես կարող եմ լինել անհաջողակ մարդ, եթե ես ունեմ 2 հրաշք երեխաներ, որոնք հասել են բավական մեծ հաջողությունների։ Սա ինքնախապեյության առաջին տեսակն է։ Ինչքան էլ դու ունենաս խելացի, գեղեցիկ, տաղանդավոր երեխաներ, իրենց հաջողությունը չի բացատրում այն, թե ինչու է քո պոտենցիալի 99%-ը կորսված։ Այդ քո հաջողակ երեխաները չեն բացատրում քո անձնական անհաջողությունը։ Եվ երբ որ դու քո անձնական անհաջողությունը պարտակում ես այն բանով, որ դու ունես տաղանդավոր երեխաներ, դա ոչ ադեկվատություն է։ Ադեկվատ բառը դա լատիներեն, չգիտեմ, անգլերեն բառ է։ Նշանակում է համապատասխան, ադեկվատ լինել իրականությանը, համապատասխան լինել իրականությանը։ Դու համապատասխան չես իրականությանը, որովհետև դու պարտակում ես քո անհաջողությունը ինչ որ մի բանով, որը կարող է լինել քո հաջողություններին զուգահեռ։ Դու կարող ես լինել շատ ավելի հաջողակ մարդ եւ կրկին ունենալ քո այդ տաղանդավոր երեխաներին։ Երկրորդ խումբը հերքում է իր անհաջողակ լինելը եւ բացատրում է իր ճակերտավոր թվացial անհաջողությունը այն բանով, որ ուրիշները չեն գնահատում իր հաջողակ լինելը։ Օրինակ, եթե դու գրող ես եւ քո ոչ մի գիրք չի վաճառվել, դու անտաղանդ գրող ես, դու չես ընդունում, որ անտաղանդ ես։ Դու ասում ես, այ ուրիշները չեն հասկանում իմ հանճարը, կամ կոմպոզիտորս ուրիշները չեն հասկանում քո կոմպոզիտորական հանճարը։ Դու հերքում ես քո անհաջողակությունը հայտարարելով, որ դու հաջողակ ես, բայց դա ապացուցված չէ, իրական չէ, դա քո երևակայության մեջ ես դու հաջողակ, իրականում դու անհաջողակ ես։ Եվ երրորդ խումբը, նորից շատ տարածված, մարդը ընդունում է, որ անհաջողակ է, բայց իր անհաջողակությունը բացատրում է ուրիշների մեղավորությամբ, այսինքն ինքը ընդունում է զոհի կերպարանք։ Այ ուրիշները, եթե այդպես չվարվեին իր հետ, ինքը հիմա գիտես ինչ հաջողությունների հասած կլիներ։ Այ ուրիշներն են մեղավոր, որ ինքը չի իրացրել իր պոտենցիալի մեծ մասը։ Սա էլ երրորդ խումբն է։ Լսեք, 3 այս խմբի մարդիկ էլ հավասարապես ոչ ադեկվատ մարդիկ են։ Ողբերգությունն այն է, որ ով ընկավ այս 3 ռեժիմների մեջ, բացառում է իր հաջողակ լինելը։ Բացառում է։ Ինքը մի հատ մեծ պատ է շարում այդ հաջողության ճանապարհին եւ բացառում է, որ ինքը երբևէ կգնա հաջողության ճանապարհով։ Եթե ինքը ունի բավարար ընդունակություններ, հնարավորություններ, որ ինչ որ մի հաջողակ բան անի իր կյանքում, մի բանի հասնի, ինքը չի էլ փորձում, որտեվ արդեն ինքը կամ հայտարարել է, որ իր երեխաները տաղանդավոր են, ուրեմն իր կյանքը հաջողված է, չնայած ինքը բավականին շատ տաղանդներ ուներ, հսկայական գործեր կարող էր անել, բայց չէ, ինքը չի անում, որովհետև ունի տաղանդավոր երեխաներ։ Կամ հերքում է, ասում է, ես արել եմ մեծ գործեր, բայց ուրիշները չեն գնահատում, կամ ինքը իրեն դնում է զոհի տեղ։ Ողբերգությունը եւ մարդկանց մեծ մասը գնում է այս 3 ճանապարհներից մեկով։ Հաջողակ մարդիկ, որոնք փոքրամասնություն են, գնում են 4-րդ ճանապարհով։ Այն է դաժան ճշմարտությունը ասել ինքդ քեզ, որ այո, դու ստեղծում ես մի բան, որը անարժեք է, դու անտաղանդ ես,
Դու ծույլ ես, դու չես կարողացել ստեղծել այն ինչ որ մարդկանց պետք է։ Այո, քո երեխաները տաղանդավոր են, բայց դու անհաջողակ ես։ Դա հնարավոր է, դու կարող ես ունենալ հանճարեղ երեխաներ եւ ինքդ լինել անհաջողակ մարդ։ Եվ ամենակարևորը, դու չես մեղադրում ուրիշներին քո անհաջողությունների մեջ։ Այսա դժվար է, սա դաժան է, բայց հենց սա է տանում հաջողության ճանապարհով։